Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 6-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան ուսուցումներ է տալիս Վիդուրային։ Քննարկում ենք ձեզ հետ արարչագործության process-ները եւ հիմնականում փորձում ենք քննարկել այդ process-ները հոգեբանական կառուցվածքի տեսանկյունից։ Ինչու համար, որովհետև հոգու մաքրագործման գործընթացների մեջ շատ կարևոր է հասկանալ, թե մենք ինչ մեխանիզմով ենք եկել նյութական աշխարհ, որպեսզի մենք կարողանանք սթափ պատկերացնել, թե ինչ պետք է անել եւ ինչպես պետք է վերադառնալ այս աշխարհից մեր հավերժ կացարանը, ինչպես դա պնդում են արիացիները։ Եվ այսպես ես կարդամ հաջորդ տեքստերը եւ մենք շարունակենք մեր քննարկումները։ Շիմոն Բհագավատամ 3-րդ երգ 6-րդ գլուխ տեքստ 34։ Հասարակական բոլոր կարգերը իրենց համար սահմանված պարտականություններով եւ կյանքի պայմաններով հանդերձ սկիզբ են առել Տիրոջ գերագույն անձնավորությունից։ Հետևաբար, պայմանավորված կյանքի գերությունից դուրս գալու եւ ինքնաճանաչման հասնելու համար մարդը պետք է ընդունի հոգեվոր ուսուցիչ եւ նրա առաջնորդությամբ երկրպագի գերագույն Տիրոջը։ Ով Վիդուրը։ Ով կարող է գնահատել կամ չափել Տիրոջ գերագույն անձնավորության ներքին էներգիայի կողմից ստեղծված տիեզերական կերպարանքի տրանսցենդենտալ ժամանակը, գործունեությունն ու հզորությունը։ Եվ այսպես ինչպես տեսնում ենք, մենք այսօր ունենք շատ հետաքրքիր թեմա խոսալու համար, դա հոգևոր ուսուցչի թեման է։ Ընդհանրապես մենք ամբողջ Բհագավատամի ընթացքում եւ ընդհանրապես եթե մեզ լսում են այնպիսի ազնվորություններ, որոնք իրենք զբաղվում են յոգայով կամ կապ ունեն վեդայական գրականության հետ, իրենք շատ քաջ գիտեն, որ իրականում արիացիների քաղաքակրթության մեջ հոգևոր ուսուցչի դերը ահռելի նշանակություն ուներ, բայց ի տարբերություն շատ ու շատ մեր ժամանակներում այսպես տեղի ունեցող իրականությունների, արիացիների հոգևոր ուսուցիչները դրանք ազնվորություններ էին, որոնք իրենք ռեալ իրապես կարողանում էին ուրեմն կենդանիակին բերել, հասցնել վերջնական նպատակին։ Ինչի մասին է խոսքը։ Ես այստեղ ստիպված եմ լինելու որոշ բաներ նորից կրկնել, որովհետև ուղղակի հնարավոր չի այդ թեման քննարկել, ուրեմն չանդրադառնալով արդեն իսկ քննարկված թեմաներին։ Տեսեք սիրելիներս, չէ, ուրեմն մենք ստանում ենք այսպիսի պատկեր, որ ինչպես մենք բազմիցս քննարկել ենք, հոգևոր ճանապարհը ինքը տրամաբանորեն պետք է ունենա մի քանի փուլ։ Կենդանի էակները դիմում են Աստծո գաղափարին կամ հոգևոր կյանքին կամ հոգևոր առաջընթացի անհրաժեշտությանը ընդհանրապես մի պարզ տեսանկյունից, որ իրականում, ասենք, նյութական աշխարհը ինքը լի է տառապանքներով եւ կենդանի էակները աջակցության կարիք ունեն։ Եվ երբ որ իրենք կորցնում են ամեն տեսակի հույսը հասնել որևիցե հաջողության, ուրեմն սեփական ուժերի հաշվին կամ հասնել հաջողության իրենց մտերիմների հաշվին, ապա սկսում են դիմել գերագույն Աստծո անձնավորությանը, այն պարզ տրամաբանությամբ, որ գերագույն Աստծո անձնավորությունը հզորագույն անձնավորություն է, որը իրականում կարող է լուծել ցանկացած խնդիր։ Ապաստարան գտնելով գերագույն Աստծո անձնավորության մոտ, կենդանի էակները առաջին հերթին նրանից սպասում են պաշտպանություն այս աշխարհի տառապանքներից եւ փորձություններից եւ սպասում են հաջողություն, որը գերագույն Աստծո անձնավորությունը կարող է պարգևել ցանկացած կենդանի էակի։ Այս իմաստով, ուրեմն ամենաառաջինը դա գալիս է այդ թեման, թե ով է անցկացնում այդ փուլը, այսինքն ով է այն հոգևոր ուսուցիչը կամ այն ուսուցիչը ընդհանրապես, որը կենդանի էակին
օգնում է, որպեսզի ինքը լուծի այդ խնդիրը, որովհետև իրականում, չէ, մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ցանկացած փուլում խնդիրները լուծելու համար նախ եւ առաջ տալիս է այն գիտելիքը, որի շնորհիվ կենդանիակը ինքը կարող է տվյալ ուրեմն բանից տվյալ փուլը հաջող անցնի, չէ՞։ Հիմա ուրեմն ամենաառաջին նպատակը Գերագույն Աստծո անձնավորության հետ հարաբերությունների մեջ շատ էգոիստական է եւ բաների սպառողական։ Այսինքն կենդանիակը ինքը ուղղակի նպատակ ունի օգտագործել Գերագույն Աստծո անձնավորությունը նյութական աշխարհում իր կյանքը կարգավորելու համար։ Որն է այդ գաղտնիքը, թե ինչպես դա անել։ Մենք ձեզ հետ բազմիցս ես ամեն անգամ դա ասում եմ, որ ես հատուկ նշանակություն եմ տալիս այդ երևույթին, հատուկ ուշադրություն եմ ուրեմն դարձնում այդ խնդրի վրա։ Արիացիները իրենք պնդում են, որ նյութական աշխարհը ենթարկվում է 3 օրենքների՝ ատելության, կրքերի եւ իմաստության կամ բարիության։ Երբ որ խոսքը գնում է ատելության մասին, արիացիներն իրենք ասում են, ցանկացած ատելություն տգիտության հետևանք է։ Ինչ տգիտության մասին է խոսքը։ Տգիտությունը կայանում է նրանում, որ կենդանիակը ինքը կարող է իրեն թույլ տալ ատել ուրիշ կենդանիակներին, կարող է թույլ տալ իրեն դաժան վարվել ուրիշ կենդանիակների հետ, միայն եւ միայն այն պարագայում, երբ որ ինքը չի հասկանում, որ կա Աստված, այսինքն չգիտի, որ կա Աստված եւ որ բոլոր կենդանիակները անխտիր Գերագույն Աստծո անձնավորության մասնիկներն են։ Եվ սա նշանակում է, որ ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բոլոր կենդանիակների համար երջանկություն է ցանկանում։ Այս գաղափարը, որը հնչում է, չէ, դա գիտելիքի հիմքն է։ Ինչու համար, որովհետև երբ որ մենք նայում ենք, սա մենք բազմիցս քննարկել ենք, երբ որ մենք նայում ենք աշխարհի կառուցվածքին, ապա մենք կարող ենք գալ այն հետևության, չէ, որ այս աշխարհը ինքը իրականում հենված է բանի վրա, ասենք, ինքը հենված է իրականում բռնության վրա, չէ, բռնության վրա, որը իրականում այսպես ստեղծում է բավականին դաժան իրականություն։ Կենդանիակները մրցում են իրար հետ, չէ, գտնվում են պայքարի մեջ, գոյատևության պայքարի մեջ եւ պայքարում են ուտելիքի համար, պայքարում են ուրեմն, եթե այսպես պատկերավոր ասենք, բուն ունենալու համար, չէ, պայքարում են հանգստի համար, պայքարում են իրենց տեսակը շարունակելու համար։ Եվ այստեղ իհարկե այդ պայքարը ինքը բավականին թեժ է եւ պարունակում է իր մեջ շատ ու շատ այսպես խառնաշփոթ երևույթներ, որտեղ կենդանիակը ինքը խճճվում է եւ ագահությունից եւ վախից անցնում է այդ սահմանները, որտեղ կենդանիակները իրենք պատրաստ են դառնում իրար շատ մեծ տառապանքներ պատճառել այդ խնդիրները լուծելու համար, չէ՞։ Եվ հիմա այդտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ հայտնվում է որպես անձնավորություն, այսինքն երբ որ մարդուն ասում են, որ դու գիտես, որ կա Աստված, եթե բարձրացնենք, չէ՞, ապա այդ ամբողջ դաժանության պատասխանատվությունը կենդանիակը դնում է Գերագույն Աստծո անձնավորության վրա։ Այսինքն ամեն մի անձնավորություն ինքը ման է գալիս, թե ով է մեղավոր իր դժբախտությունների մեջ։ Հիմա ամեն անձնավորություն ինքը հակում չունի հասկանալ, որ կարող է պատահի հետզինքն էլ մեղավոր է։ Միշտ զոհի դերը շատ ավելի հարմար է կենդանիակի համար, քան թե այն հանգամանքը, որ անձնավորությունը ինքը կարող է այսպես շատ քրիտիկական մոտենալ ընդհանրապես իր ուրեմն բաներին, իր գոյությանը կամ իր արարքներին, չէ, եւ հասկանա, որ ինքն էլ ունի պատասխանատվության իր բաժինը։
Եվ երբ որ գալիս է եւ կենթանիակը ինքը դիմում է Աստծո գաղափարին ուղղակի պաշտպանություն ստանալու համար, ես միշտ ասում եմ, որ գերագույն Աստծո անձնավորությունը առաջի քայլերին համաձայնվում է այդ դերի հետ։ Ոնց որ ասի, բարի, ես քեզ կպաշտպանեմ։ Հա? Հաջորդ քայլով այդ բարի ես քեզ կպաշտպանեմ իմ մեջ, հաջորդ քայլով ինքը ուրեմն սկսում է խոսել կենթանիակի հետ գիտելիքի տեսանկյունից, այսինքն ինքը սկսում է բացատրել կենթանիակին, թե որտեղից ընդհանրապես իր ուրեմն տարապանքները։ Եվ տեսեք, այս ֆունկցիան, չէ, երբ որ կենթանի գերագույն Աստծո անձնավորությունը ինքը զրույց է անում կենթանիակի հետ, որպեսզի առաջի հերթին պարզաբանի, թե որտեղից են առաջանում տարապանքները, չէ, այս ֆունկցիան կատարելու համար ինքը սովորաբար օգտագործում է իր մաքուր նվիրալներին, որոնք գիտելիքը տեղափոխում են, եւ այդ պատճառով, որ իրենք գիտելիք տեղափոխում են, իրենց անվանում են հոգևոր ուսուցիչներ։ Հոգևոր ուսուցիչը այս պարագայում դա այն անձնավորությունն է, որը ինքը շատ խորը գիտելիք ունի ընդհանրապես նյութական աշխարհի հոգեբանության մասին։ Եվ ինքը կարողանում է ներկայացնել եւ փաստարկներ բերել, որպեսզի կենթանիակը ինքը համոզվի, որ դա այդպես է, որ իրականում գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կենթանիակների տառապանքների հետ ոչ մի կապ չունի։ Նյութական աշխարհ գալիս են նախանձ կենթանի էակները։ Այդ նախանձի հիմքի վրա նրանք գործում են դաժան արարքներ միմյանց հանդեպ։ Եվ դրա համար է, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասում է, նյութական աշխարհում գոյություն ունի 3 տառապանք։ Առաջինը դա նա է, որ դու ինքդ քեզ ես պատճառում այդ տառապանքը, ուրեմն բանի տգիտության հիմքի վրա։ Երկրորդը դա նա է, որ ուրիշ կենթանիակներն են պատճառում քեզ տառապանք էգոիզմի եւ նախանձի հիմքի վրա, հա? Եվ երրորդը դա կիսաստվածների կողմից պատճառած տառապանքներն են, դա տարերքներն են, չէ, երբ որ բնությունն է քեզ տառապանք պատճառում, եւ դա տեղի է ունենում, որովհետեւ դու այդ տառապանքները վաստակել ես։ Եվ պատահական չի, թե դու ինչ ժամանակում ես ծնվել, որ մոլորակի վրա ես ծնվել, այդ մոլորակի վրա կյանքի պայմանները ինչպիսին են, այդ մոլորակի վրա որ վայրում ես ծնվել, այնպիսի վայրում ես ծնվել, որտեղ հեշտ է ապրելը, թե այնպիսի վայրում ես ծնվել, որտեղ ապրելը շատ դժվար է, չէ՞։ Օրինակ կարելի է ծնվել Ալյասկայում եւ կարելի է ծնվել էկվատորի շուրջ, որտեղ կլոր տարի 28-ից 29 աստիճան տաքություն է եւ բերք է աճում տարին 4 անգամ, չէ՞։ Այսա մեծ տարբերություններ են։ Ուրեմն, սիրելիներս, չէ, առաջի հերթին տրվում է գիտելիք, թե որտեղից առաջացան տառապանքները։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դրանից հետո հոգևոր ուսուցչի միջոցով բացատրում է, որպեսզի դու չտառապես, առաջին հերթին դու ինքդ պետք է ունենաս այնպիսի գիտելիք, որով դու ինքդ քեզ տառապանք չես պատճառում։ Ինչ է նշանակում ինքդ քեզ տառապանք չես պատճառում։ Ինքդ քեզ տառապանք չես պատճառում, դա միշտ նրա մասին է, որ կենթանիակը ինքը տգիտության հիմքի վրա, ինչ է նշանակում տգիտության հիմքի վրա, դա նշանակում է, որ ինքը իրեն թույլ է տալիս շփվել նյութական աշխարհի հետ, առանց այդ աշխարհը գնահատելու։ Ուղղակի դուրս է գալիս, դուրս չի գալիս երևույթի վրա։ Հա? Եվ կենթանիակը ինքը ձգտում է այն ամենին, ինչից դուրն է գալիս առաջի հայացքից, եւ մերժում է այն ամենը, ինչ առաջի հայացքից իրեն դուր չի գալիս։ Դուր է գալիս, դուր չի գալիս, դա զգայարանների հիմքի վրա զարգացած գիտելիքի հարաբերությունների մասին է խոսքը, չէ՞։ Դուրս է գալիս աչքերիս համար, հաճելի է նայել։ Դուրս է գալիս ականջի համար, հաճելի է լսել, չէ՞։ Դուրս է գալիս էս ինչը, դուրս է գալիս այն ինչը։ Հասկանում եք։
Հիմա, ուրեմն այդ ժամանակ կենդանիակը ինքը բացարձակապես չի գնահատում ներքին ֆակտորը։ Եվ սա տգիտություն է։ Եվ հոգևոր ուսուցիչը ինքը տեղափոխելով աստվածային գիտելիքը առաջի հերթին կենդանիակին ուղղում է այդտեղ։ Այսինքն, որ խնդիրն է լուծում հոգևոր ուսուցիչը։ Տառապանքները իրենք գալիս են այն հանգամանքից, որ կենդանիակը նյութական աշխարհում թույլ է տալիս իրեն այն, ինչը որ հոգևոր աշխարհի հիմքն է։ Իսկ հոգևոր աշխարհում առաջինը էմոցիան է։ Հասկանում եք, հոգևոր աշխարհի երանության վերջնական հիմքը դա էմոցիան է, զգացմունքը։ Հիմա, իսկ նյութական աշխարհում առաջինը պետք է լինի իմաստությունը։ Հասկանում եք, ինչու համար, որովհետև նյութական աշխարհում կենդանիակները, որոնք ապրում են, կարող են լինել երկերեսանի։ Եվ դա միշտ նշանակում է, որ մենք գործ ենք ունենում ազնվորության հետ, որը ինքը արտաքինից կարող է թվալ շատ հմայիչ, բայց ներքինից, կներեք, ես մի քիչ տնավարի ասեմ, բայց ներքինից կարող է լինել, կոպիտ ասած, օձի գծած։ Եվ երբ որ դու չունես կենդանիակին գնահատելու գիտելիք, դու միշտ դատապարտված ես նրան, որ այդ կենդանիակը ուշ թե շուտ քեզ տառապանք է պատճառելու։ Հասկանում եք, հա? Կներեք, ես իմ փիսիկիս այսքան։ Եվ սա առաջի բանն է, որը հոգևոր ուսուցիչը ինքը սկսում է բացատրել եւ փոխանցել գիտելիք, որպեսզի անձնավորությունը ինքը կարողանա գնահատի իր թերությունը եւ իր մեջ այդ փոփոխությունը կատարի։ Սկզբում գնահատել, հետո թույլ տալ զգացմունք։ Եվ դա անվտանգությունն է անձնավորության։ Հիմա, երբ որ լուծվում է այդ խնդիրը հոգևոր ուսուցչի միջոցով, որ կենդանիակը ինքը գիտելիք է ձեռք բերում, որպեսզի կարողանա ինքը իրեն տառապանք չպատճառի իր տգիտության պատճառով, չէ՞, մնում է երկրորդ տեսակի տառապանքը։ Դա ագրեսիվ էգոիստների եւ նախանձների կողմից պատճառած տառապանքներն են։ Այստեղ կենդանիակը ինքը երկու խնդիր պիտի լուծի։ Առաջինը դա նա է, որ ինքը ինչքան որ իր ուժերի սահմաններում է, պետք է հասկանա, որ քանի ինքը ապրում է նյութական աշխարհում, ինքը պետք է ժամանակ տրամադրի ինքնապաշտպանության համար, ինքնապաշտպանության վրա։ Իհարկե, չի կարելի այդտեղ մտնել չափազանցության մեջ։ Չի կարելի, գիտեք ոնց էլի, ասենք շատ մարդիկ կան, որոնք երբ որ մենք խոսում ենք դրա մասին, որ այս աշխարհում կան վտանգավոր անձնավորություններ, որոնք իրենք կարող են տառապանք պատճառել, չէ՞։ Հիմա մարդը ինքը անմիջապես մինչև այդ ինքը ապրում էր, կներեք, հավի նման եւ մտածում էր, որ այստեղ նյութական աշխարհում ընդհանրապես վտանգ չկա, որ նյութական աշխարհը ինքը այսպես փրված սպասում է, թե այդ անձնավորությունը ինչպես է վայելելու իր կյանքը, չէ՞։ Եվ այդտեղ ինքը իրեն շատ մեծ քանակությամբ հիասթափություններ եւ սյուրպրիզներ է սպասվում, չէ՞։ Հիմա, իսկ երբ որ հոգևոր ուսուցիչը ինքը սկսում է բացատրել, որ այդպես չի, որ այս աշխարհում կան շատ վտանգավոր անձնավորություններ, հա, հիմա էլ անձնավորությունը ինքը մտնում է մի այլ ծայրահեղության մեջ, որ այս աշխարհում ապրում են միայն վատ անձնավորություններ։ Դա սխալ մոտեցում է։ Իմաստությունը կակրաս դրա մեջ է կայանում, որ անձնավորությունը ինքը պետք է սթափ հասկանա, որ ամեն անգամ, ամեն դեպքում պետք է գնահատել, թե այս պահին իմ առաջ ով է կանգնած։ Հասկանում եք, սա իրականում շատ կարևոր թեմա է, որովհետև չի կարելի ընկնել չափազանցությունների մեջ եւ հիմա էլ անարդարություն գործել մի ուրիշ բևեռից։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այդ կենդանիակը ինքը միշտ պետք է ինքը ինչ-որ կերպ զբաղվի իր պաշտպանությամբ։ Պաշտպանության մեթոդները իրանք սկսում են շատ սովորական մշակույթից։
Առաջին հերթին հոգևոր ուսուցիչը ինքը սովորեցնում է մարդուն, որ չի կարելի անձնական տարածք թույլ տալ մտնել ամեն մեկին, որովհետև եթե դու թույլ տվեցիր, որ ինքը մտնի, ինքը հետո անելու է այն, ինչ ինքը կարող է։ Եվ ուրեմն առաջին հերթին ինչ է նշանակում թույլ չտալ մտնել քո անձնական տարածք։ Դա առաջին հերթին նշանակում է, որ ամեն մարդ չպիտի իմանա, թե ինչ է կատարվում քո անձնական կյանքում։ Չէ, օրինակ ասենք, տեսեք, հիմա մեր ժամանակներում մարդիկ բավականին անպատասխանատու Instagram-ում, չգիտեմ, TikTok, ես կներեք, ես տեղանք չկամ, էլի, դա չեմ իմանում ինչպես մոտավորապես կռահում եմ ինչի մասին է խոսքը, չէ։ Ասենք, այնպիսի բաներ են ներկայացնում, չէ, որ ոնց որ այսպես տկլոր կանգնած լինեն մարդկանց առաջ։ Էզոտերիկները իրանք իրանց հերթին, չէ, այսպես բան են, ջիքեր են գործադրում, որպեսզի մարդկանց բացատրեն, որ չի կարելի, ինչ որ բաներ կա, որ չի կարելի անել, որովհետև եթե դուք թշնամիներ ունեք կամ նախանձող անձնավորություններ ունեք, ամեն անգամ, երբ որ դուք տեղեկություններ եք տալիս եւ այսպես էլի, ինչ որ մի նշանակալից դեր ունենալու համար ներկայացնում եք, թե դուք այս ռեստորանում ինչ եք անում կամ այնտեղ կամ ուզում եք ցույց տալ, որ դուք լավ եք ապրում, չգիտեմ, այսպես այդ ինադու բաները իրենք շատ հաճախ կարող են միայն վնաս բերել, որովհետև նախանց անձնավորությունը ինքը ասում է, ահա, այ ուրեմն դու այդպես քո համար այստեղ ֆրֆռում ես, հա? Այ հիմա դե կտեսնես, թե ես քո գլխին ինչ կանեմ, չէ՞։ Եվ մենք գիտենք, որ ես ինչու հիշեցի էզոտերիկներին, որովհետև այդ դաշտում շատ հաճախ մարդուն վնաս են տալիս միստիկայի միջոցով, այսպես կոչված թուղթուգրերի արվեստի միջոցով, չէ՞։ Եվ սա բոլորովին հանակ բան չի։ Այստեղ հավատի խնդիր չի։ Մարդիկ կան, որոնք ասում են, եթե ես չեմ հավատում, ուրեմն իմ վրա չի ազդում։ Դա մոլորություն է։ Հասկանում եք, խորը մոլորություն է, որովհետև իրականում դա նույն բանն է, ոնց որ ասել, ես մտա ջուրը, եթե ես չեմ հավատում, որ ջուրը ինձ թրջելու է, ուրեմն ջուրը ինձ չի թրջի։ Հասկանում եք։ Եվ ամեն անգամ մենք պետք է հասկանանք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը մեր հետ մշտական դիալոգի մեջ է, երկխոսության մեջ է։ Ինքը ինչ է անում։ Ամեն անգամ, երբ որ մենք ինչ-որ մի սխալ գաղափար ունենք, չէ, ինքը այդտեղ պարտադիր կերպով, հասկանում եք, այսպես պարտադիր կերպով այնպիսի իրադրություններ է ստեղծում, որպեսզի մենք համոզվենք, որ այդպիսի բան չկա։ Թե օրինակ ասենք, ես հիմա շատ հանգիստ խոսում եմ, չէ, միստիկայի մասին։ Հանգիստ խոսում եմ, որ կա այդպիսի երևույթ, եւ այդ երևույթից պետք է պաշտպանված լինել, չէ։ Հիմա տեսեք, բայց ես ժամանակին ձեռք էի առնում այն մարդկանց, ովքեր որ հավատում էին այդպիսի բաներին։ Գաղափարը հնչում էր այսպես, որ չեք ամաչում, դրսում 20-րդ դարն է, ինչ թուղթուգիր, ինչ եսի միջ, ես ինչերի հետևից է եկել, դա բանել է այսպես մեր նախնիների տգիտությունից եկած բաներ են, խոսակցություններ են եսի միջ, եւ ես այնքան պնդեցի դրանում, որ այդ երևույթը չկա, մինչև Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հենց այդպես էլ վարվեց, ինքը իմ կյանք բերեց, ուրեմն այդ երևույթը, որպեսզի ես իմ մաշկի վրա զգամ, թե ինչ է նշանակում թուղթուգրի ազդեցության տակ լինել։ Եվ հիմա ես այդ երևույթին վերաբերվում եմ շատ լուրջ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ բոլոր գործողությունները, որը մենք անում ենք, ցուցադրական երջանկությունը, չէ՞, մենք միշտ գրգռում ենք, հասկանում եք, մեզ թվում է, որ մենք այդտեղ ինչ-որ բան ենք ձեռք բերում, բայց իրականում մենք գրգռում ենք նախանձներին, այդպես որ դրանք բավականին բարդ հարցեր են, կյանքը ընդհանրապես ինքը նյութական աշխարհի կյանքը, ինքը բարդ բան է, եւ դրա համար է, որ արիացիները իրենք հատուկ նշանակություն էին տալիս հոգևոր ուսուցչին, ուրեմն հաջորդ քայլով հոգևոր ուսուցիչը ինքը տալիս է գիտելիք, թե ինչպես պաշտպանվել։ Առաջին հերթին մենք ասեցինք, որ պաշտպանությունը առաջին հերթին դա սեփական ճիշտ պահվածքի գործոնն է։ Այսինքն պետք չի թույլ տալ, որպեսզի քո կյանք մտնեն կենդանի էակներ, որոնք իրենք վտանգավոր են։
Սա իսկ դրա համար դու պիտի կարողանաս վտանգավոր կենդանեակներին ճանաչել։ Անկախ դրանից ճանաչում ես թե չես ճանաչում, կներեք մի րոպե ես չարաճիճիին միջացնեմ, անկախ դրանից դու ճանաչում ես թե չես ճանաչում, կան ինչ-որ բաներ, որը անկախ ամեն ինչից, ինչ-որ սովորություններ կան, որոնք անկախ ամեն ինչից քեզ պաշտպանում են, չէ՞։ Օրինակ տեսեք, ասենք, մենք կարող ենք տեսնել, որ ռեալ լուրջ հաջողակ մարդիկ, չէ՞, իրենք ընդհանրապես այդպիսի բաներ չեն անում։ TikTok-ներ, չգիտեմ, Instagram-ներ, չէ՞։ Դա անում են միայն այն անձնավորությունները, որոնց փառք է պետք, այսինքն ճանաչողականություն, պետք է որ իրենց ճանաչեն։ Եվ իրենք, այո, եթե սթափ մարդիկ են, իրենք քաչ հասկանում են, որ երբ որ իրենք այդտեղ դուրս են գալիս այդ դաշտ, իրենք պիտի պաշտպանվեն։ Եվ այստեղ է որ մտնում են էզոտերիկները, իսկ արյական հասարակության մեջ այդ բոլոր ֆունկցիաները կատարում էր հոգևոր ուսուցիչը։ Հասկանում եք։ Այսինքն հոգևորը արիացիների մոտ միստիկան չէր հերքում, այլ բոլոր քրմերը իրանք հենց իրենք էլ ամենահզոր միստիկներն էին։ Հետագայում աստվածամերժության դարաշրջանում կենդանի աստվածամերժերը իրենք բաժանեցին, այսինքն ամեն ինչ արվում էր, որպեսզի կրոնից խլվի, այսպես այդ տոնածառից բոլոր խաղալիքները հանեցին, ինքը դարձավ մի հատ անգույն բան, չէ՞, որպեսզի ինչի համար, որտեղ աստվածամերժության դարաշրջանում դա գեր նպատակ է, որպեսզի կրոնը ինքը լինի անհրապուրելի եւ ամենակարևորը անզոր։ Ում առաջ, չարիքի, ում առաջ, էգոիստների։ Որովհետև երբ որ գործում է իրական կրոնը, իրական կրոնական ազնվորությունները, իրենք կարողանում են կանգնացնել էգոիստ, ագրեսիվ էգոիստներին։ Հիմա երկրորդ պաշտպանության գործոնը դա ինքը գերագույն Աստծո ազնվորությունն է։ Բոլոր կրոններում գոյություն ունեն աղոթքներ, որոնք ունեն պաշտպանիչ ուժ, ինչ է նշանակում աղոթքը ունի պաշտպանիչ ուժ։ Դա նշանակում է, որ դա այնպիսի մի աղոթք է, որին գերագույն Աստծո ազնվորությունը արձագանքում է։ Այսինքն, երբ որ կենդանեակը ինքը արտասանում է այդ աղոթքը, գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պաշտպանում է իրեն։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այո, սկզբնական էտապում շատ գերագույն Աստծո ազնվորությունը շատ լուրջ է վերաբերվում այդ ամեն ինչին, ինչու համար, որովհետև հենց դրա հաշվին է, որ կենդանեակը, այսինքն պաշտպանություն ստանալու հաշվին է, որ կենդանեակը ինքը համոզվում է, որ կա որ կենդանեակը ինքը համոզվում է, որ կա գերագույն Աստծո անձնավորությունը։ Եվ այսպես ուրեմն, սիրելիներս, մենք տեսնում ենք, որ հոգևոր ուսուցիչը ինքը լուծում է այս երկու խնդիրը։ Այսինքն ինքը մի կողմից կենդանեակին սովորացնում է, թե ինքը ինչ պատասխանատվություն ունի, որ լինի պաշտպանված, մյուս կողմից ինքը ուրեմն կարողանում է կապել կենդանեակին ծիսակատարություններով, կապել կենդանեակին Աստծո հետ եւ ստանալ Աստծո պաշտպանությունը։ Հաջորդ փուլը դա տառապանքից դուրս գալուց հետո կենդանեակը հենց որ ինքը դադարում է տառապել, ինքը անմիջապես սկսում է մտածել, իսկ ինչը կարելի է այս կյանքում կամ այս աշխարհում վայելել։ Եվ դա նշանակում է, որ կենդանեակը արդեն սկսում է դիմել գերագույն Աստծո ազնվորությանը երջանկություն ստանալու համար։ Հիմա եւ այդ ժամանակ հոգևոր ուսուցչի ֆունկցիան է կենդանեակին տալ գիտելիք, որի միջոցով ինքը այդ երևույթը կարողանա իրան ապահովել։ Այսինքն ինքը կկարողանա ապահովել սեփական երջանկությունը։ Տեսեք, կրոնի մեջ երբեք ոչ մի բանը միայն Աստծուց կախված չի, հա? Այսինքն կա Աստված, կա կենդանի էակը։ Եվ կան բաներ, որը եթե կենդանի էակը ինքը չի ապահովում, գերագույն Աստծո ազնվորությունն էլ պատասխան չի տալիս։
Հասկանում եք։ Եվ սա իրականում շատ կարևոր կետ է։ Եվ ինչ է այդտեղ տեղի ունենում։ Արդեն երջանկություն տալու համար, չէ՞։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գիտելիք է տալիս, որտեղ ամենակարևոր հիմնաքարը նրանում է, որ եթե դու ինքդ ուզում ես լինես երջանիկ, մի հարամի ուրիշի երջանկությունը։ Ինչքան որ դու ես ուզում լինել ազատ քո ընտրությունների մեջ, թե ինչն է քեզ երջանկություն բերում, այն նույն ձևի դա ուզում է եւ քո դիմացինը։ Ինչքան եւ դու չես ուզում, որ տառապես այս աշխարհում, նույն ձևի չի ուզում քո դիմացինը։ Եվ այստեղ գալիս է հանրահայտ բանաձևը՝ մի արա ուրիշի հետ այն, ինչ որ չէիր ուզի, որ անեն քո հետ։ Տեսեք, սա շատ պարզ բանաձև է։ Եվ հոգևոր ուսուցիչը ինքը աջակցում է, որպեսզի կենդանի էակը ինքը սկսի այն ամեն անգամ, ինչ որ մի քայլ անելուց առաջ, որևիցե կենդանի էակի հանդեպ, ինքը իրեն մի հատ հարց տա։ Հասկանում եք, մի հատ հարց։ Ես կուզեի, որ իմ հետ վարվեն այնպես, ինչպես որ ես հիմա պատրաստվում եմ վարվեմ իմ դիմացը կանգնածի հետ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն սա է բանալին, որ արդեն կենդանիակը ինքը գնում է դեպի երջանկություն։ Այստեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը սկսում է տալ կենդանիակին գիտելիք, ինչպես հասնել երջանկության էգոիստների աշխարհում։ Որովհետև սա շատ բարդ խնդիր է։ Էգոիստները իրենք ամեն մեկը մտահոգ է միայն իր սեփական երջանկությամբ։ Իսկ իրականում, որպեսզի երջանկությունը կայանա, ինչ որ մեկը պիտի համաձայն լինի, որ ես իրավունք ունեմ լինեմ երջանիկ։ Հասկանում եք, սիրելիներս, եւ սա ինքը շատ կարևոր կետ է։ Այս գիտելիքը ինքը կոչվում է գիտելիք բարոյականության մասին։ Եվ առաջի հոգևոր ուսուցիչները դրանք այն, որոնք դիմավորում են կենդանիակին հոգևոր դաշտում, դա այդ հոգևոր ուսուցիչներն են, ովքեր գիտեն գիտելիքը, ինչպես ապրել, որ չտառապես, եւ ինչպես ապրել, որ երջանիկ լինես։ Հասկանում եք։ Հիմա դրանից հետո, այսինքն այստեղ մենք շատ ենք խոսացել այս թեմայով, սա այն դաշտն է, որտեղ կենդանի էակը ինքը կենտրոնացած է միայն հոգևորի նյութական արդյունքների վրա։ Այստեղ ինքը ընդհանրապես չի մտածում նյութական հոգևոր արդյունքների մասին։ Ինքը մտածում է երկու բանի մասին։ 3. Այս աշխարհում պաշտպանված լինի տառապանքներից եւ անհանգստություններից, կարողանա հաստատվել նյութական երջանկության մեջ, իսկ մահից հետո գնա դրախտ։ Մենք տեսանք, որ արիացիները իրենք դրախտը նկարագրում են որպես նյութական աշխարհում գոյություն ունեցող մոլորակներ, որտեղ այո, նյութական տեսանկյունից դրախտային պայմաններ են։ Ինչով է տարբերվում դրախտը մնացած երկու տեսակի մոլորակային համակարգերից։ Նա տարբերվում է նրանով, որ այնտեղ վայելքը տրվում է ոչ ճիքերի դիմաց, իրականում ճիքերի դիմաց, բայց այդ ճիքերը գործադրվել են անցյալ կյանքերում, երբ որ կենդանիակը կյանքեր շարունակ բարոյականության դաշտում մեծ պաշար է հավաքում բարեպաշտության, ինքը գնում է դրախտ եւ այնտեղ արդեն վայելում է իր բարեպաշտության արդյունքները, այսինքն առանց ոչ մի ճիք գործադրելու ունենում է նյութական աշխարհում բոլոր հնարավոր երջանկությունները։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այս ամենը նյութական է։ Հիմա, բայց գալիս է եւ հոգեվոր ուսուցիչը ինքը մի կողմից հաստատում է այդ բոլոր խնդիրները լուծելու գիտելիքն է տալիս եւ այստեղ շատ կարեւոր է, որ ազնվորությունները պիտի հասկանան, որ հոգեվոր ուսուցիչը ինքը մարդու տեղ չի կարող
այն ինչ որ պիտի մարդը անի, ինքը չի կարող մարդու տեղ բանանի էլի, հասկանում եք, Պրաբհուպադը ինքը մի լավ օրինակ ուներ, ասում էր հոգևոր կյանքը ինքը նման է ինքնաթիռին, որը կանգնած է աերոպորտում, չէ, այդ կա մի ամբողջ խումբ, որը ինքը սպասարկում է ինքնաթիռը և պատրաստում է թռիչքի, և դրանք տարբեր տեսակի ուսուցիչներն են, բայց թռչողը միևնույն է օդաչուն է, այսինքն ազնվորությունը։ Հոգևոր ուսուցչի ֆունկցիան կայանում է գիտելիքը տեղափոխելու մեջ, օգնելու, որպեսզի կենդանիակը այդ գիտելիքը ճիշտ կիրառի, չէ՞, և մնացած ամեն ինչը կախված է իրանից կենդանի էակից, այսինքն անպայման իհարկե կենդանի էակը հոգևոր կյանքում ճիգեր ունի գործադրելու, ինչպես և նյութական, այսինքն ոչ միտեղ չկա այդպիսի, նյութական աշխարհում այդպիսի տարածք չկա, որտեղ ճիգեր չի պահանջվում, հասկանում եք, բոլոր դեպքերում ինչ որ կարգի ճիգեր պահանջվում են, սպասվում են ամեն տեղ, և սա շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, հիմա սիրելիներս ուրեմն այս տեսանկյունից, չէ, հոգևոր ուսուցիչը ինքը այդ գիտելիքը տեղափոխում է, բայց զուգահեռ կամաց կենդանիակին համել գիտելիք է տալիս հոգու մասին։ Հոգևոր ուսուցչի տեսանկյունից այն հոգևոր ուսուցիչները, որոնք կարողանում են կենդանի էակին պոկել նյութական խնդիրներից և անցկացնել այդ նյութապես շահագրգռված տարածքով և բերել այն կետին, որպեսզի կենդանիակը ինքը սկսի հոգ տանել իր հոգու փրկության թեմայի շուրջ, չէ, ուրեմն այս հոգևոր ուսուցիչները իրենք շատ ավելի հմուտ են, քան թե նրանք, ովքեր որ կարգավորում են նյութական կյանքը։ Եվ հաջորդ հոգևոր ուսուցիչները դա այն հոգևոր ուսուցիչներն են, որոնք իրենք կենդանիակին սկսում են տանել դեպի հրաժարում այս աշխարհից։ Սա իմաստուններն են, սա իմաստուն հոգևոր ուսուցիչներն են, որովհետև իմաստությունը այս աշխարհի հանդեպ կայանում է նրանում, որ կենդանիակը հրաժարվի այս աշխարհից։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այս հոգևոր ուսուցիչները իրենք քննարկում են աշակերտների հետ նյութական աշխարհի թերությունները։ Առաջի կարգի հոգևոր ուսուցիչը քննարկում է առաքինության դաշտի առավելությունները, մատնանշելով, թե ինչի հաշվին կարելի է այս աշխարհում լինել, այսպես էլի, անհոգ երջանիկ, պաշտպանված երջանիկ, և ուրեմն, սիրելիներս, այդ երկրորդ հոգևոր ուսուցիչները, որոնք իրենք արդեն աշխատում են նրա վրա, որպեսզի կենդանիակը ինքը հրաժարում զարգացնի, իրենք շատ ավելի իմաստուն են, ինչու համար, որովհետև իրենք պարզ տեսնում են նյութական աշխարհի թերությունները։ Եվ այստեղ քննարկվում է արդեն նյութական աշխարհի թերությունները ընդհանրապես, այսինքն սկզբում առաջի հոգևոր ուսուցիչը ինքը քննարկում է, որ թշնամանքի և մրցակցության դաշտերը իրենք տառապանքի աղբյուր են, և միայն համագործակցության և բարոյականության դաշտն է, որում կարելի է նյութական աշխարհում լինել երջանիկ, այսինքն գովերգվում է առաքինությունը, որտեղ կենդանիակի նյութական կապվածություններին հոգևոր ուսուցիչը չի կպնում, ինքը սովորեցնում է այդ նյութական ցանկությունները ճիշտ բավարարել, որպեսզի հետո չտառապել։ Հաջորդ քայլով երկրորդ հոգևոր ուսուցիչները, որոնք իրենք իմաստուններն են, իրենք կենդանի էակին բերում են հրաժարվածության, այսինքն
երբ որ կենդանեակը ինքը գիտակցում է նյութական աշխարհին եւ երջանկության, այսպես ասենք, էլի նյութական աշխարհի երջանկության թերությունները, հա, եւ հաստատվում է հրաժարման մեջ։ Սրանք արդեն նյութական աշխարհից հեռացողներն են։ Եվ այստեղ գործող հոգևոր ուսուցիչները դրանք այն ազնվորություններն են, որոնք կարող են կենդանեակին բերել մինչև ազատագրում։ Ազատագրումը մենք դες հետ արդեն քննարկել ենք, որ դա լույսի մեջ հայտնվելու, այսինքն նյութական բազմազանություն, հա, նյութական բազմազանություն, մթի դաշտ, էներգիա, հա, հետո մտնում ենք լույսի դաշտ, էներգիա սվետը, մտանք այնտեղ։ Սա ազատագրումն է։ Կենդանեակը այս մակարդակում եւ այդ հոգևոր ուսուցիչները իրանք ի վիճակի չեն կենդանեակին տալ իր հոգևոր վերադարձնել իր հոգևոր մարմինը։ Իրանք կարող են միայն կենդանեակին բերել այդ վիճակին, որ ինքը լույսի մեջ մի հատ մասնիկ է։ Հոգեբանության տեսանկյունից մենք սա քննարկել ենք, որ կենդանեակը ինքը իմաստություն զարգացնելու ժամանակ գիտակցում է, որ էգոիստների բազմազանությունը եւ իրանց հարաբերությունները կարող են լինել միայն եւ միայն դժբախտության հիմք։ Հասկանում եք, որ նյութական այսպես կոչված երջանկությունը ինքը իլյուզոր է։ Հիմա տեսեք, եւ երբ որ կենդանեակը ինքը իմաստության հաշվին կտրում է իր բոլոր կապվածությունները այս աշխարհից, ինքը այս աշխարհից դուրս է գալիս։ Բայց կոպիտ ասած, այս աշխարհից դուրս է գալիս, բայց հոգևոր աշխարհը իր համար դեռ փակ է։ Ինչու՞, որտեղ ինքը չի վերականգնել իր հոգևոր մարմինը։ Հոգևոր մարմինը վերականգնելու համար կենդանեակը պետք է շատ լավ տիրապետի հոգևոր բազմազանության հոգեբանությանը։ Հաջորդ հոգևոր ուսուցիչները, որոնք ընդունում են ազատագրված հոգիներին, իրականում կլասիկա, դրանք յոգերն են։ Յոգայի ուսուցիչները իրենք երկու փուլ են անցկացնում։ Առաջինը դա նա է, որ իրենք մարզում են կենդանեակի մարմինը եւ կոպիտ եւ նուրբ մարմինները մարզում են, որպեսզի պատրաստեն, մենք սա շատ ենք քննարկել։ Յոգայի գագաթնակետը, չէ, դա լոտոսի պոզայում նստած մնալն է, անշարժ, տարիներով, տասնամյակներով, այլ ոչ թե 3 րոպե կամ 4 վայրկյան։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այստեղ խնդիրը արդեն այդ դա է, որ կենդանեակը հիմա ինքը իր ուժերի վրա հեված պիտի արդեն խորանա, որպեսզի առաջի ռեալ հանդիպումը ունենա հոգևորի հետ, հոգևոր բազմազանության հետ։ Եվ այդ հոգևոր բազմազանության մեջ առաջի անձնավորությունը, որին ինքը պետք է հանդիպում է, ոչ թե պետք է, այլ հանդիպում է, դա գերագույն Աստծո անձնավորությունն է։ Հասկանում եք։ Այսինքն գերագույն Աստծո անձնավորությունն է վերջինը, ով բաց է թողնում կենդանեակի նյութական աշխարհից, մինչև իր կամքը չլինի, ոչ մեկ չի կարող կեղծ եսից ազատվել, որտեղ կեղծ եսի էներգիան, այդ կապող էներգիան, կենդանեակի գիտակցությունը նյութական մարմնի հետ կապող էներգիան, որը կոչվում է կեղծ ես, դա գերագույն Աստծո անձնավորության էներգիան է։ Եվ մինչև ինքը չհամարի, որ մենք այնքան մաքուր ենք, որ իրավունք ունենք ազատագրում ստանալ, ոչ մեկ չի կարող ազատագրվի։ Եվ ինքը կանգնած է, կոպիտ ասած, ոնց որ այդ հոգևոր բազմազանության աշխարհի առաջ, ինքը առաջինն է դիմավորում կենդանեակին։ Ինչու համար։ Որովհետև հոգևոր աշխարհը դա այն աշխարհն է, որտեղ իշխում է Աստծո կամքը։ Եվ այստեղ կենդանեակը ինքը պետք է այդ դա վերականգնի, ինքը առաջինը, որ պիտի հանդիպի դա Աստվածն է, հա, եւ այդ Աստծուն հանդիպելու ժամանակ յոգայի process-ում, այսինքն ինքը սկզբից իսկ Աստծուն հանդիպելը մեխանիկական ձևերով,
Դա այդքան հեշտ բան չի։ Եվ յոգերը իրենք ծնվում են վերջնականում, ծնվում են ոսկե դարաշրջանում պարտադիր։ Եվ այդ ոսկե դարաշրջանում իրենք ապրելով 100,000 տարի, 60,000 տարին գտնվում են մեդիտացիայի մեջ։ Հասկանում եք ինչերի մասին է խոսքը։ Հա? Եվ այդ մեդիտացիայի, այդ վերջնական մեդիտացիայի մեջ է, որ իրանք տեսնում են Գերագույն Աստծո անձնավորությունը։ Ես միշտ ասում եմ, ես շատ սուր ռեակցիա եմ տալի այդպիսի թեմաներին։ Եվ այո, ինչու՞։ Որովհետև ես քաչ գիտակցում եմ, հասկանում եք, կամ մի պարզ ճշմարտություն։ Գերագույն Աստծո անձնավորությունը այդքան էժան անձնավորություն չի, որ այստեղ կներեք, բայց պիտի կոպիտ ասեմ, որ ամեն մի տեղից վեր կացողը մենք կարողանանք Աստծուն տեսնել։ Հասկանում եք, Գերագույն Աստծո անձնավորությանը հանդիպելու համար ֆանտաստիկ մաքրություն է պետք, ֆանտաստիկ կենտրոնացում է պետք նրա վրա։ Հասկանում եք, կենդանի էակը ինքը չի կարող ճաշեփելու իր համար իր գործերով, աղջիկներ խաղացնելով արանքում եսի միջ, մեկ էլ գա այդ ամեն ինչ տանի ու գնա Աստծուն հանդիպի։ Ես միշտ ասում եմ, ես չեմ հերքում, որ այդ ազնվորությունները, որոնք պնդում են այդպիսի բաներ, իրենք ինչ-որ մեկին տեսնում են, կավլիցի, այնքան կենդանիակներ կարելի է տեսնել նուրբ աշխարհում, հասկանում եք, բայց որ դա Աստված չի, այդ դա ինձ ոչ մեկ չի կարող համոզի հակառակը, ոչ մեկ, այ Աստված էլ որ գա ասի, ես մարդը ինքը ճիշտ է ասում, ինքը կեղտոտ է, բայց ես իր հետ հանդիպել եմ, ես կասեմ, դու հիմա ինձի փորձում ես խաբել։ Հասկանում եք, որտեվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդպիսի էժանագին անձնավորություն չի։ Դա վիրավորանք է իրան հասցված, այդպիսի, ես նույնիսկ մեկ զարմանում եմ այն համարձակության վրա, թե մարդիկ իրենք ինչեր են թույլ տալիս իրենց Աստծո հետ կապված խոսել ընդհանրապես։ Եվ տեսեք, ասենք, չէ, այսինքն այն յոգերը, չէ, հիմա հոգևոր ուսուցիչը յոգայում ինքը բերում է առաջի հերթին մարզում է մարմինը, որտեղ մարմինը, այսինքն մեդիտացիայի համար շատ կարևոր է արտաքին աշխարհը, նյութական աշխարհը պիտի չխանգարի։ Հիմա այդ հոգին ինքը արդեն անցյալ կյանքերում անցել է ազատագրման փուլը։ Երբ որ ինքը անցել է ազատագրման փուլը, ինքը հրաժարված է։ Այսինքն ինքը այսպես բնականից հենց ծնվեց, բնականից հակում ունի գնալ բնության մեջ, մեկուսի վայրերում ապրել, հակում ունի գտնել հոգևոր ուսուցիչ, որ իրանք սովորեցնի ընդհանրապես, թե այ դալշը ինչ անել։ Եվ այդտեղ ուրեմն ինքը ներքինից արդեն ոչ մի կապվածություն չունի այս աշխարհի հանդեպ։ Հիմա միակ բանը, որ կարող է իրեն մեդիտացիայից դուրս բերի, դա իր սեփական մարմնի անհանգստություններն են։ Դա, չգիտեմ, նյութական մարմինը ինքը հանգստանալու կարիք ունի, շարժվելու կարիք ունի, բան, ուտելիքի կարիք ունի, քնելու կարիք ունի եւ այլն եւ այլն։ Հիմա ինքը այդ ամեն ինչը պիտի հաղթահարի։ Եվ դա է այն process-ը, որը մենք սովորաբար կոչում ենք յոգա, իրականում դա հատկա յոգան է, որը ինքը յոգայի սկզբնական փուլն է միայն։ Եվ այո, դա վարժություններ են ուղղակի, չէ՞, որտեղ յոգը ինքը այդ դա է սովորում։ Երկար, բացարձակապես չկենտրոնանալով մարմնի վրա, խորասուզվել մեդիտացիայի մեջ, տասնյակ, հազարավոր տարիներ։ Երբ որ ինքը այդ ունակությունն է ձեռք բերում, չէ՞, ուրեմն հոգևոր ուսուցիչը իրան սկսում է օգնել, որ ինքը մտնի մեդիտացիայի մեջ։ Եվ տեսեք այ հիմա, հոգևոր ուսուցիչը ինքը սովորեցնում է մեդիտացիայի տեխնիկան, բայց ինքը մեդիտացիան միևնույն է պիտի կատարի կենդանի էակ։ Եվ իհարկե ինքը սկզբնական շրջանում չունի բարձր որակավորում, այսպես միանգամից մտնել կենտրոնացման մեջ, չէ՞։ Եվ իհարկե մեդիտացիան ինքը սկսվում է այդպես, որ ինքը այ արդեն իր մարմինը մարզեց եւ բավականին երկար ժամանակ կարող է անշարժ նստել։ Խորասուզվեց մեդիտացիայի մեջ։ Հա? Եվ ինչքան որ կարողանում է անշարժ նստել, այդքան էլ կարողանում է մեդիտացիա անել։
կամ ոչ մի բանի մասին չմտածել, երկու գործով չշարժվել, ուրիշ ոչ մի բանի մասին չմտածել։ Եվ եթե կենդանի էակը ինքը ներգրավված է հասարակական կյանքի մեջ, ինքը չի կարող իր միտքը բերել այդ երկարատև խաղաղության մեջ։ Ինքը կարող է դա անել մի քանի րոպե։ Քարը տրակի մի ժամ, այսինքն որ չգիտեմ, տիեզերքը շուռ գա 2 ժամ։ Հասկանում եք։ 2 ժամ հետո իր այդ սովորությունը, որ ինքը հասարակության մեջ խառնված է, չէ, այդ կապերը իրան քաշքշելու են։ Այսինքն մարդիկ են սկսելու իրան ման գալ եւ ինքն է սկսելու մարդկանց հիշել։ Այսինքն դուրս է գալու մեդիտացիայից։ Հասկանում եք։ Դրա համար այդ փուլը, որ իրենք պիտի հոգին պիտի ազատագրման փուլը անցած լինի, որ մտնի յոգայի մեջ։ Եվ արիացիները իրենք, բրահմանները իրենք այդ դա էին ստուգում, մինչև իրանք չտեսնեին, որ իրանց առաջ կանգնած է ազատագրված հոգի, ոչ մի յոգայի ուսուցիչ չազատագրված հոգուն յոգայի մեջ որպես իրեն աշակերտ չեր ընդունի, որովհետև հրաժարված ներքին աշխարհով նյութական աշխարհից հրաժարված լինելը դա յոգայի ամենամինիմալ պահանջն է, մինիմալ, մաքսիմալը դա տասնամյակներով մեդիտացիայի մեջ մտնելու ունակությունն է, չէ՞։ Եվ այդպես կամաց հոգևոր ուսուցիչը աջակցում է, որպեսզի աշակերտը ինքը քանի գնա այքան ավելի ուրեմն խորասուզվի մեդիտացիայի մեջ, չէ՞։ Եվ գալիս է մի պահ, երբ որ աշակերտը ինքը այնպես է խորասուզվում այդ մեդիտացիայի մեջ, որ այլևս արտաքին աշխարհից ոչինչ ընդհանրապես իրան չի կարող այդ մեդիտացիայից դուրս բերել։ Եվ այդ վիճակը կոչվում է սամադհի։ Հա? Հասկանում եք, ոչ թե ինչ-որ հիմա այնքան են էժանացրել այդ խոսքերը, էլի, ամեն մի տեղից վեր կացողը կամ ես սամադհի մեջ եմ եղել, ինչ եմ 3 րոպե։ Այդպիսի process-ներ, այդպիսի գաղափարներ գոյություն չունեն կլասիկայի մեջ, հասկանում եք։ Եվ ասենք, եւ հոգևոր ուսուցիչը ինքը անցկացնում է այդ բերումը մինչև կենդանեակը ինքը որակավորում է ձեռք բերում հանդիպել գերհոգուն, երբ որ գերհոգին սրտի մեջից արտահայտվում է։ Եվ յոգը ինքը պարզ տեսնում է իր առաջ գերագույն Աստծո անձնավորությունը, չէ՞։ Այստեղ տեղի են ունենում իր process-ները։ Եվ երբ որ կենդանեակը ինքը հանդիպում է գերհոգուն, ինչ որ մի process-ներից հետո հիմա մեր խնդիրը process-ները քննարկելը չի, էլի հոգևոր ուսուցիչներին են քննարկում, չէ՞։ Ինչ որ մի process-ից հետո ազնվորությունը ինքը հաստատվում է, ուրեմն այդ գերագույն Աստծո ազնվորության հետ առաջի շփումների մեջ ինչ որ ճշմարտությունների մեջ է հաստատվում եւ այդտեղ գալիս է արդեն հաջորդ հոգևոր ուսուցչի հերթը։ Եվ դրանք գերագույն Աստծո ազնվորության մաքուր նվիրալներն են, որոնք իրենք կարողանում են կենդանեակին օգնել, որպեսզի ինքը գիտակցի, թե ինքը ինչ հարաբերությունների մեջ է հոգևոր աշխարհում գերագույն Աստծո ազնվորության հետ կամ այնտեղ ապրող կենդանեակների հետ, չէ՞։ Այս հոգևոր ուսուցիչները իրենք ունեն որակավորում կենդանեակին բերել հոգևոր աշխարհի հետ կոնտակտի մեջ, որովհետև իրենք քաջ գիտակցում են իրենց հոգևոր մարմինը, իրենց մեդիտացիաների մեջ մշտական կապ ունեն հոգևոր աշխարհի հետ եւ հետեւաբար այդ կապը կարող են տեղափոխել ցանկացած ուրիշ կենդանի էակի, որը ինքը ունի որակավորում։ Հասկանում եք։ Իսկ այդպիսի որակավորում ունի այն կենդանեակը, ում առաջ գերագույն Աստծո ազնվորությունը կանգնեց։ Իսկ գերագույն Աստծո ազնվորությունը կանգնում է այն կենդանեակի առաջ, որը հրաժարում ունի։ Իսկ հրաժարում ունի այն կենդանեակը, որը ճիշտ է գնահատել նյութական աշխարհը։ Եվ դա մի ահռելի երկար ճանապարհ է, որտեղ ուրեմն ամեն փուլում կենդանեակին ուղեկցում է նյութական աշխարհում ամենահամբերատար եւ ամենաիմաստուն ազնվորությունը հոգևոր ուսուցիչը։ Եվ եթե մենք մեր մեջ գտնում ենք սիմպտոմներ,
որոնք մեզ ցույց են տալիս, որ մենք ինչ-որ պրոցեսներ ենք անցել անցյալ կյանքերում, դա խոսում է միայն և միայն նրա մասին, որ մենք ունեցել ենք արժանապատիվ հոգևոր ուսուցիչներ և մեր արժեքը կամ մեր լուման այդտեղ կայացել է նրանում, որ եղել ենք պարտաճանաչ աշակերտներ։ Հասկանում եք։ Եվ այն հոգին, որը ինքը հոգևոր զարգացում է ապրել, ինքը միշտ իր մեջ սպոնտան, ահռելի և անսահման շնորհակալական զգացմունք ունի հոգևոր ուսուցիչների հանդեպ, որովհետև ինքը քաջ գիտակցում է, թե ում է պարտական իր ամեն մի առաջ արած քայլով, հասկանում եք։ Եվ այս իմաստով մենք կարողանում ենք հասկանալ, որ հոգևոր ուսուցչի թեման ինքը շատ կարևոր է, հա, որտեղ այստեղ ասվեց, որ հոգևոր ուսուցիչները վերջնականում այն անձնավորություններն են, որոնք իրենք ամեն մեկը իրա տեղում, ամեն մեկը իրա փուլում գիտեն, թե ինչպես պիտի կենդանի էակը երկրպագի գերագույն աստվածավորությանը, որպեսզի լինի երջանիկ, որպեսզի ազատագրվի այս աշխարհից, որպեսզի հանդիպի Աստծուն և որպեսզի վերադառնա հոգևոր աշխարհ։ Եվ այդ ամբողջ ճանապարհով մենք պարտական ենք լինում հոգևոր ուսուցիչների։ Իհարկե դրա համար միշտ առավոտը մեր տրադիցիայում առավոտը, երբ որ մենք զարթնում ենք, մենք ծառայություն ենք կատարում գերագույն աստվածավորությանը, բայց հետո կրկնում ենք հոգևոր ուսուցչին ուղղված աղոթքները, որովհետև առանց հոգևոր ուսուցչի ողորմածության ոչ մեկ չի կարող ընդհանրապես ռեալ առաջընթաց ունենալ։ Մենք բոլորս կախված ենք մեր ուսուցիչներից։ Եվ այստեղ այո, ես կուզենայի ավարտեի իմ կողմից իմ շնորհակալությունը հայտնելով բոլոր այն հոգևոր ուսուցիչներին, որոնք ինձ օգնել են, որ ես լինեմ այնտեղ, որտեղ հիմա ես կամ։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն ձեզ։